Շնորհակալություն, Տիկին նախարար, հարց վերաբերելու է առհասարակ կանանց պաշտպանվածությանը մեր հասարակությունում, օրինակ մենք գիտենք, որ աշխարհում ու հատկապես Լատինական Ամերիկայում կամ այլ աշխարհամասերում, որտեղ նարկոտրաֆիկի ու նարկոբանդաների մեծ կոնցենտրացիա կա, այնտեղ ընդունված մի բան կա, որ կանայք որպես առավել խոցելի խումբ շատ հաճախ օգտագործվում են որպես նարկոտրաֆիկի միջոց, այսինքն կանանց միջոցով են փորձում նարկոտրաֆիկը կազմակերպել, նրանց միջոցով են ավիափոխադրման միջոցով կամ բեռների միջոցով կամ այլ նույնիսկ դեռ չի պետք ասեմ ինչ միջոցներով, կանանց միջոցով են փորձում այդ նենք գործերը անեն, դա նրանց համար այն պատճառով, որ կանայք առավել խոցելի են ու օրենքը շատ հաճախ մարդասիրական իրավունքից ելնելով կանանց նկատմամբ ավելի մեղմ է վարվում։ Հիմա ցավոք սրտի մենք այդ լատինամերիկյան նարկոկարտելներին բնորոշ գործելավոճը ցավոք սրտի կարծես տեսնում ենք Հայաստանում քաղաքական ուժերի կողմից, երբ որ օրինակ հղի կանանց, ծծկեր երեխա ունեցող կանանց ստիպում են ընտրակաշարք բաժանել կամ ընտրակաշարքի տրաֆիկն են փորձում նրանց միջոցով իրականացնել։ Ես ուզում եմ հասկանալ մենք որպես պետություն, ներքին գործերի նախարարությունը, իրազեկման ակցիաների տեսանկյունից, թեկուզ նախաքննական փուլում, կանանց թեկուզ գործուն զղջալու միջոցով, որպեսզի նրանց համոզի, որ սիրելի կանայք, եկեք դուք համագործակցեք քննության հետ եւ ազատվեք պատասխանատվությունից, օրինակ չգիտեմ ձեզ այդ հանցագործությանը դրդած մարդկանց մասին տվեք ցուցմունքներ եւ ազատվեք պատասխանատվությունից։ Արդյոք այս առումով մենք համապատասխան քայլեր կատարում ենք, ու արդյոք մենք պատրաստ ենք այս նարկոկարտելներին բնորոշ գործելավոճից պաշտպանել մեր կանանց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, կարևոր հարցադրման համար։ Իրականում երկու հարթությունում է աշխատանքը ըստ էության դիտարկվում։ Առաջին իրավապահ համակարգի ռեակցիան այդպիսի դեպքերը բացահայտելու տրամաբանության մեջ, որովհետև պիտի ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել այնպիսի մի հանցագործություն, այնպիսի մի սխեմա, որը հատկապես եթե առնչվում է ընտրական process-ներում տարբեր հանցագործություններին, դրանք դուրս մնան մեր տեսադաշտից եւ տարբեր մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները պատրվակ դիտարկելով դրանք դիտարկենք եւ չգնանք դրանց հետևից, դա բացառում եմ ես ուղղակի, այս պայծրությամբ էլ ամբողջ իրավապահ համակարգը շատ հստակ գիտի, որ եթե կա հանցագործության դրվագ, հանցակազմի տարեր, դրանց հետևից մենք գնալու ենք մինչեւ վերջ, անկախ նրանից թե ում մասին խոսքը կլինի, եւ երկրորդը, այո, շատ հաճախ մենք նկատում ենք, որ խոցելի խմբերին օգտագործում են տարբեր հանցագործությունների կազմակերպման համար, կամ անչափահասներին, կամ երիտասարդներին, կամ կանանց, եւ այստեղ ես ուղղակի նաեւ այս ամբիոնից եմ ուզում կոչ անել բոլոր այն անձանց, ովքեր որ մոլորության մեջ գտնվելով ներգրավել են տարբեր հանցագործությունների կազմակերպմանը կամ դիտավորյալ ներգրավել են որևէ հանցագործության կազմակերպմանը, բայց կես ճանապարհից որոշել են հետ գալ եւ համագործակցել իրավապահ համակարգի հետ, իրավապահ համակարգը միշտ պատրաստ է տվյալ անձանց հետ հաղորդակցությունը շարունակելու, բնականաբար համապատասխան ցուցմունք պիտի լինի, փաստեր պիտի լինեն, որպեսզի պետությունը կարողանա նաեւ այս դեպքերում համապատասխան ռեակցիա տա այն գործիքակազմը, որը քրեական օրենսգիրքն ու քրեական դատավարության օրենսգրքերը նախատեսում են։ Բայց իրազեկման մասով համաձայն եմ, մենք շարունակելու ենք իրազեկման միջոցառումները, որպեսզի որևէ անձ, ով որ պարտադրված ներգրաված է որևէ process-ում, իմանա ընկալի, որ պետությունը տալիս է դուռը, հնարավորությունը ազատվելու այդ ամբողջ գործընթացից, բայց համապատասխան վարքագիծ է պետք իր կողմից այս տեսանկյունից։ Ունեք արձագանք, համեցեք։ Անչափ շնորհակալ եմ ձեր արձագանքի, ձեր պատասխանի համար, Տիկին նախարար, կարծում եմ ամեն ինչ ասեցիք, ես միայն իմ կողմից կարող եմ ավելացնել, որ սիրելի կանայք, նույնիսկ եթե դուք հղի եք կամ ծծկեր երեխա ունեք ու ձեզ պարտադրում են ինչ-որ մի հանցագործության մեջ մտնել, ուղղակի նայեք, արդյոք այդ պարտադրողների ընտանիքի անդամները իրենք այդ բանը անում են, թե չէ, չգիտեմ, օրինակ ինչ-որ մի օլիգարխ կուսակցություն է բացել, մի հատ նայեք, նրա մերձավոր հարազատները, որդին, եղբայրը, եղբոր տղան, ինչ-որ մեկին կներեք բառի համար, տելևիզոր կամ տելևիզորի փող տալիս են, թե չէ, եթե չեն տալիս, ցանկալի է դուք էլ ձեր ծծկեր երեխայի մասին մտածելով չտաք, որտեղ ակնհայտորեն ձեզ փուրն են տալիս, որպեսզի իրանց ընտանիքի անդամներից ոչ մեկի դա չկպնի, հետո մի հատ էլ ձեր կալանքը կամ ձեր ազատության սահմանափակումը օգտագործեն որպես լրացուցիչ քաղաքական գործիք։ Շնորհակալ եմ ձեր պատասխանի համար եւս մեկ անգամ, Տիկին նախարար։ Ձեզ շնորհակալություն։